Ծնողները աշխատում են, իսկ երեխաները մեծանում են դայակների գրկում։ Իսկ որտեղ է մնում իրական մեր ծնողական վերաբերմունքը, պատասխանատվությունը եւ իրական ներկայությունը երեխայի կյանքում։ Սա 21-րդ դարի ամենատարածված, ամենաակտուալ թեմաներից մեկն է, որովհետև 21-րդ դարում սոցիալական դժվարությունները, կարիերայի այդ ձգտումները, որի մեջ մենք հայտնվում ենք, այն կյանքը, որ մենք ուզում ենք կառուցել մեր ընտանիքի եւ մեր երեխաների համար, մեզ կարծես դնում է մի վազքի մեջ, մի ընթացքի մեջ, որ մենք տրվելով այդ ամենին, այդ ամբողջի հետևից վազելով, երբեմն իսկապես չեն կարողանում մեր ներընտանեկան դերերը, մեր ծնողական պարտականությունները իրականում լիարժեք իրականացնել։ Եվ ինչ է տեղի ունենում։ Այդ ճանապարհին շատ ծնողներ կուտակում են խորը մեղքի զգացում, որտեղ իրենց մեղավոր են զգում եւ իրենք մտածում են, որ բավարար չեն կարողանում երեխայի կողքին լինել, իրենք հենց ունեն այդ մեղքի զգացումը, որ տեսնես ես կտեսնեմ իմ երեխայի առաջին քայլերը, թե դա դայակը կտեսնի, տեսնես դայակից ներկայությամբ երեխաս կասի իր առաջին բառերը, թե իմ, կամ արդեն կատարված ինչ-որ բաների համար ծնողները սկսում են իրենց մեղավոր զգալ, օրինակ երեխան խոսքի խնդիր է ունենում կամ վարքային որոշակի խնդիրներ է ունենում եւ ծնողը անդադ մտածում է, որ ես իր կողքին չեմ եղել, ես իրեն ժամանակ չեմ տրամադրել, դրա պատճառով էլ այս ամենը այսօր կա եւ այս մեղքի զգացումը բերում է նրան, որ երբեմն ծնողը իր այդ բացակայությունը փորձում է լցնել երեխայի կյանքում տարբեր տեսակի նվերներով, գնումներ կատարելով կամ անվերջանալի հանդուրժողականությամբ, մի հանդուրժողականություն, որը երեխայի մեջ բերում է հակասություն, որովհետև այդ ընթացքում, երբ որ ծնողը փորձում է չարձագանքել երեխայի վարքին, մտածում է լավ մի ժամով եմ տուն եկել, չզբաղվեմ իր դաստիարակությամբ, թող երեխան տեսնի իմ սերը, տեսնի իմ ջերմությունը եւ ոնց որ այս մի ժամը չնվիրեմ նրան, որ գլխին քարոզ կարդամ կամ չգիտեմ իրան ասեմ նստի դաս արա եւ այդ անվերջանալի հանդուրժողականությունը նորից բերում է այդ հակասությունը երեխայի գլխում, ծնողի ներսում եւ սրանից էլ բխող հաջորդ բանը երբեմն այն է լինում, որ իրականում հստակ չի դառնում դայակի դերը իրականում որն է երեխայի կյանքում, արդյոք դայակը այն անձն է, որ մամային օգնում է, թե այն անձն է, ով հենց այդ ծնողի դերն է ստանձնում, որովհետեւ երբեմն ճիշտ է, ես այսօր խոսում եմ բոլոր այն մամաներից, փորձում եմ խոսել բոլոր այն մամաներից, ովքեր այսպես շատ ներքին գիտակից վերլուծություն ունեն, որ հանկարծ երեխասին պակասը չզգա, հանկարծ ինչ-որ բաց թողումներ չլինեն, բայց այստեղ մի հատ ուրիշ բևեռել կա, որ երբեմն իսկապես կան մամաներ, որ ցավոք, մամաներ էլ, պապաներ էլ, որ ընդհանրապես այդ վերլուծությունները, այդ հարցադրումները չունեն եւ այնքան շատ են բացակայում երեխայի կյանքից, որ իսկապես դայակը ոչ թե դառնում է այդ օգնողը, այլ դառնում է փոխարինողը, այլ դառնում է ծնողի դերը ստանձնած մեկը։ Ես գիտեմ դեպքեր, որ ծնողը կարող է աշխատել մինչև ժամը 5-ը, 6-ը, դրանից հետո նորից գնա մի հատ ուրիշ աշխատանքի, որը վերջանում է, չգիտեմ, 8-ին, 9-ին ու ստացվում է երեխան 12 ժամ, 13 ժամ առանց մամայի է լինում ու ինչպես արդեն նշեցի, ծնողը փաստորեն իր դերը այստեղ փոխարինում է հենց դայակը ու իմ համար ամենաաբսուրդը, որ ինչ լավ է հիշեցի, էլի խոսեմ այդ մասին, այն է, որ երբեմն դու կարող ես տեսնել այսպիսի մամաների, պապաների, որոնք ամբողջ օրը տանը չեն, հազիվ են հասցնում ու այնպես չի, իսկապես կան թերապևտիկ դաշտում ես տեսնում եմ ծնողների, որ այնպես չի, որ իրանք հաճույքի համար են աշխատում, կարիերայի հետևից են վազում, այլ իրանք ուղղակի աշխատում են, որտեղ դա իրենց կենսական պահանջմունքները բավարարելու միակ ճանապարհն է, իրանք եթե չաշխատեն չի լինի ու անգամ այդ դեպքերում, որ դու տեսնում ես իրենք չունեն այլ ընտրանք, իրանք պետք է այդքան շատ աշխատեն, պետք է իրանք երեխային պահի դայակը ու իրանք այդքան շատ վազեն ու տանը չլինեն, բայց դու կարող ես իրենց հետ խոսել, իրանք ասեն, որ բան է, բայց ես ամուսնուս խոստացել եմ, որ անպայման մենք պետք է երրորդ բալիկ ունենանք ու ես ապշում եմ, էլի, որ ոնց կարելի է, արդեն այս մեկին կամ այս երկուսին, որ դուք ունեք, արդեն այս երեխան ձեր երեսը չի տեսնում, արդեն դուք հազիվ եք պահում այս երկու երեխաներին, արդեն դուք ճղվում եք մեջտեղից ձեր ծնողական դերի եւ աշխատողի դերի այս ոլորտներում արդեն ունեք լուրջ ներքին կոնֆլիկտներ, լուրջ ներքին պայքարներ ու ասենք այդ ծնողը կարող մտածի, որ մենք պլանավորում ենք ամեն դեպքում երրորդ երեխա կամ կարող եմ ես հանդիպել մի ծնողի, որը մի ժամ կարա նշի, թե ինքը ինչ առողջական խնդիրներ ունի, մեջքի խնդիր ունի, չգիտեմ, ոտքի խնդիր ունի, գլխի խնդիր ունի, ինչ խնդիր ասես ինքը մի ժամ sense շատ հուզական ծանր ներկայացնում է, թե ինքը ինչքան վատ է, մեկի խոսքի մեջ կասի բանը, բայց ամեն ինչ անելու եմ, որ մի հատ էլ աղջիկ ունենամ կամ ամեն ինչ անելու եմ, որ մի հատ էլ տղա ունենամ ու նորից ես sense մտածում եմ, ախր քո առողջությունը մազից է կախված, եթե իհարկե դու չես խաբում, եթե իրականում քո վիճակը այսքան վատ է, ո՞նց ես դու խոսում այդ մասին, այսինքն երբեմն ես տեսնում եմ ծնողների, որոնք
երեխա ունենալու հարցի շուրջ այդ երկարաժամկետ դատողությունը, քննությունը կարծես չեն անում։ Չեն մտածում, որ լավ, ես երեխաս ունեցա, հա, շատ եմ երազել, մանկուց երազել եմ բազմազավակ, բազմանդամ ընտանիք ունենամ։ Ունեցա այդ բալիկից, մենք ունեցանք 3 երեխա, օքեյ, բայց երկարաժամկետի մեջ ինչ է տեղի ունենալու։ Արդյոք ես ունեմ բավարար ռեսուրս իմ երեխային առհասարակ մեծացնելու, թե ունենալու եմ մի երեխա, որը ապագայում մամա չի ունենալու։ Կամ լավ, ես ունեցա այդ բալիկին, ես կարողանալու եմ նենց անեմ, որ այդ երեխան ինձ ունենա։ Ես իրան ունեցա, իսկ ինքը ինձ ունենալու է, թե ես ունենալու եմ այդ բալիկին, տալու եմ տենց մի հատ սիրուն ապահով դայակի ու գնամ իմ երազանքների հետևից, իմ կարիերայի հետևից կամ իմ շրջագայությունների հետևից մյուսը։ Ես, այսինքն, միգուցե շատ բազում թեմաներ էստեղ ես ներառեցի, հա, ինչ որ առումով խոսեցի ծնողից, ով ուզում է երեխայի կողքին լինի, բայց քանի որ գործնականում դա հնարավոր չի, ունենում մեղքի զգացումը, խոսեցի ծնողներից, որոնք առհասարակ այդ հաշվարկը չեն անում, ու շատ նորմալ է, որ ես կարևոր ուզում եի աղջիկ ունենայի կամ կարևոր ուզում եի տղա ունենայի, հեչ կարևոր չի իրանով է մեծացնում, տատիկն է մեծացնում, չգիտեմ, դայակն է մեծացնում կամ տենց այդ երեխան տենց մեծանում է, ես շատ աշխատում եմ, հա, մանկապարտեզներ, դպրոցներ եւ տեսնում եմ, որ երեխեք կան, մանկապարտեզ ավարտում է 5-ից, բոլոր երեխեքին մամաները գալիս ստանում են, բայց ինչ որ մի փոքր խումբ երեխեքի մնում է երկարօրյան ավարտվում է 7-7:30, լավ, այդ ժամին տարան, իսկապես այդ երեխեն գնալու է տուն քնի, առավոտյան էլի իրանք 8-ին բերեն, 8:30 բերեն երեխուն մանկապարտեզ ու գնան իրանց գործերին, այսինքն մի պահ ընկերներ, եկեք մտածենք, հա, որ ինչքանով եմ ես կարողանում իմ կյանքը, իմ ազնվորեն իմ պատասխանատվությունը գիտակցել եւ ընդունել, ազնվորեն գիտակցել, որ ես մամա եմ եւ միայն այդ երազած կենցաղը ստեղծելու համար, այդ երազած իդեալական ընտանիքի մոդելը ստեղծելուց զատ գործնականում իրական հողի վրա ես ինչ անելիքներ ունեմ եւ արդյոք ես գործնականում կարողանում եմ դրանք իրականացնել, որովհետեւ երբեմն երեխայի ներսում էլ, ով որ մեծանում է դայակի հետ, առաջանում է այս հագնված զայրույթը, որտեղ երեխան հաճախ հասկանում է, որ ես իմ կյանքի գլխավոր, կարևոր պահերը, հուզական պահերը, թե ուրախության, թե զայրույթի, տխրության պահերը, ես չեմ կիսում իմ ծնողի հետ, ես կիսում եմ դա դայակի հետ եւ երեխայի ներսում թաքնված զայրույթ է կուտակվում եւ երբեմն իսկապես երեխան չի հասկանում, թե որն է ծնողի դերը, որն է դայակի դերը, երբեմն ծնողը չի հասկանում, դայակը անգամ կարող է չհասկանալ, ծնողն էլ չի հասկանում, երեխան էլ չի հասկանում, թե որն է այն սահմանը, ով է որոշում այդ սահմանը, ծնողս թե դայակս, որտեվ եթե երեխան 13 ժամ, 9 ժամ դայակի հետ է լինում, բնականաբար ինքը տեսնում է այդ դայակի մոդելը, դայակի աշխարհընկալմանն է ծանոթանում, վարքն է տեսնում կողքից եւ այդ վերարտադրությունն է գնալու երեխայի հետ, ինքը երեխայի մեջ, ինքը այդպես է պատկերացնելու, բայց այնտեղ ծնողը ինչ որ ուրիշ սպասելիքներ ունի, ուզում է որ երեխան այսպեսին լինի, բայց երեխան իր կենցաղի, իր առօրյայի մեծ մասը անցկացնում է դայակի հետ եւ բնականաբար այդ հարաբերությունները իրենց ազդեցություն են թողում երեխայի կյանքում։ Մի փոքր խոսեմ, ինչ անել, եթե դուք ձեր ներսում ունեք այդ խորը մեղքի զգացումը, մի պահ փորձեք հասկանալ ինչքանով է ձեր մեղքի զգացումը ռացիոնալ, որտեղ լինում են երբեմն դեպքեր, որ այդ մեղքի զգացումը ոչ թե նրանից է, որ դուք քիչ եք սիրում ձեր երեխային կամ ձեր երեխան ձեզանից բավարար հոգատարություն ու ջերմություն չի ստանում, այլ դուք ունեք այդ մեղքի զգացումը, որտեղ դուք ձեր գլխում ունեք իդեալական մամայի մի հատ մոդել, իսկ այդ իդեալական մամայի մոդելին շատ դժվար է հասնել, շատ դժվար է համապատասխանել եւ քանի որ դուք ձեր մեջ հասկանում եք, որ դուք ձեր պատկերացրած ձեր ուզած մաման չեք կարողանում լինել, ունենում եք մեղքի զգացում։ Փորձեք հարցնել իսկապես իրականում սա իմ իդեալական մամայի ձգտումներից է, որ ես այս հոգեվիճակում եմ, թե ես շատ քիչ եմ երեխայիս կյանքում, ես իրականում ունեմ լուրջ բաստողումներ, որի համար պետք է իսկապես մի պահ հաշվի նստեմ իմ մեղքի զգացման հետ եւ փորձեմ այնպես անել, որ ոչ թե այդ զգացումը ինձ տանի անկման, տանի, չգիտեմ, շատ ավելի վատ հոգեվիճակների, այլ դառնա ռեսուրս, օգնի, որ ես վերարժևորեմ իմ առաջնահերթությունները, վերարժևորեմ իմ կյանքը, օրակարգը եւ, չգիտեմ, նույն այդ մեղքի զգացումը կարծես օգնում է, որ ես ավելի գիտակից ապրեմ եւ հետո չզղջամ ինչ-որ բաների համար, որոնք եղել են։ Այսինքն փորձեք վերլուծել ինչքանով է ռացիոնալ ձեր մեղքի զգացումը։ Եթե դուք ծնողներ եք, որոնք ինձ լսում են եւ որ պլանավորում եք, ծնողներ եք, որ ինձ լսում եք եւ պլանավորում եք, չգիտեմ, 3-րդ երեխա, 4-րդ երեխա, 2-րդ երեխա անգամ, մի պահ ձեզ հարց տվեք, արդյոք ես ունեմ այդ ժամանակը իմ երեխային տալու։ Վերջերս խոսում էի մի ծնողի հետ, որոնք 4 բալիկ ունեն եւ ինքը նկարագրում էր, որ իր ամուսինը առավոտից ժամը, չգիտեմ, 8:30-ից գնում է, ժամը երեկոյան 9-ին 10-ին գալիս է ու ես ուղղակի հարցնում էի, բա
երեխեքը, այսինքն անգամ եթե այդ կնոջի հետ հարցը չտվեցի, ես իմ գլխում մտածում եմ, լավ, բա երեխեքը, բա չէ, ես հիշեցի, հարցրեցի անգամ, հա, որ ոնց է լինում երեխեքի պահը, փաստորեն իրանք ամբողջ օրը պապային չեն տեսնում, ասես դե պետքա աշխատի, չէ, որ այս 4-ին հասցնի, բա դա շատ դժվար է 4 երեխա պահելը, պետքա աշխատի, չէ, որ հասցնի, բայց ասենք նորից այդ հայրը այն հայրն էր, որ ասենք կարա ուզենա երկրորդին, երրորդին, չորրորդին իրան մնա, կարա 5-ին ու 6-ին էլ ուզենա ունենա, ցանկանա ունենա, բայց մի պահ արդյոք դուք կանգնում ու հարցնում եք, որ նորից եմ բարձրացնում, հա, այս հարցը, որ լավ, ես ունեցա իմ ուզածը, ես ունեցա այդ տղան, ես ունեցա այդ աղջիկը, բայց արդյոք իմ երեխան ինձ ունենալու է, թե ինքը լինելու է, բայց լինելու է առանց ինձ, մնալու է առանց ինձ։ Մտածեք այս ամենի մասին, սիրելի ծնողներ, եթե փորձեմ ամփոփել, ուղղակի կարող եմ ասել, որ փորձեք իսկապես գնահատել թեկուզ այն փոքրիկ ժամերը, որ ունենում եք երեխայի հետ, եթե անգամ դա օրվա մեջ 15 րոպեն է, փորձեք այդ ժամանակը դարձնել որակյալ, փորձեք այդ 15 րոպեի մեջ ոչ թե մտածել քանակի մասին, որ ես քիչ ժամանակ ունեցա երեխայիս հետ, ամբողջ օրը անցել է, ես նոր եմ տուն եկել, մի մտածեք այդ մասին, փորձեք իսկապես կենտրոնանալ ոչ թե քանակի վրա, այլ որակի վրա, այս 15 րոպեն, որ ես ունենալ եմ բալիկիս հետ, սա ինչպիսի 15 րոպե արդյոք, ես այս 15 րոպեն անջատել եմ հեռախոսը, թողել եմ իմ բոլոր հոգսերը եւ իսկապես խաղում եմ, իսկապես օգնում եմ իրեն տալ ջերմություն, արդյոք ինքը իմ աչքերի մեջ զգում է այդ ջերմությունը, այդ սերը, մի պահ գիտակցեք, փորձեք այդ սահմանը դնել, որ արդյոք նյանյաս դայակս ինձ համար փոխարինող է դարձել, թե օգնական է դարձել, եթե զգում եք, որ փոխարինող է, այդ սահմանները փորձեք հետ վերադարձնել, փորձեք հետ գտնել ձեր դերը, հետ վերադարձնել ձեր դերը, մի պահ փորձեք իսկապես անկեղծ անգամ երեխայի հետ զրուցել, որ գիտես տղաս կամ գիտես աղջիկս, այո, այնպես է ստացվել, որ ես շատ եմ աշխատում, այնպես է ստացվել, որ ես շատ եմ բացակայում, բայց դու ինձ շատ ես հետաքրքրում, ես ամբողջ օրը մտքով քո հետ եմ, ես մի րոպե շուտ ուզում եմ ամեն ինչ կարգի դնեմ աշխատանքից վեճ, որ մենք ավելի շատ ժամանակ ունենանք, որտեվ այդպիսի զրույցները երեխաների ներսում կտան այդ վստահությունը, ապահովությունը, որ ինքը կզգա, որ այդ խոսքերի մեջ կար իսկապես խորություն ու ջերմություն, անգամ պահի տակ, երբ որ դուք զանգում եք ու շատ սրտացավ ձեր ներկայությունը կիսելով երեխայի հետ հարցնում եք ոնց անցավ դասերը, չգիտեմ, արդյոք մի բան կերել է թե ոչ, այդ զանգերն էլ իրենց ներկայությամբ կարող են լցնել երեխայի կյանքը։ Եթե այս թեմայով կան մարդիկ, որոնք կցանկանան վերլուծել, վերանայել հարաբերությունները իրենց դայակի հետ, երեխայի հետ, կապ հաստատեք ինձ հետ, մենք փորձենք միասին վերլուծել, միասին այս ճանապարհը անցնել, որովհետև ինչպես վերևում արդեն նշեցի, սովորաբար այս մեղքի զգացումը տանում է նրան, որ մենք փորձում ենք մեր երեխային առնել նվերներով, առնել ինչ-որ տարբեր գնումներով կամ անսահման հանդուրժողականություն ցուցաբերել երեխայի նկատմամբ, որն էլ երկարաժամկետ, եթե մենք նայում ենք, շատ բացասական ու վատ հետևանքների է բերում։ Այսքանը կարող եք դուք էլ կոմենտներում թողել, թե ինչը կցանկանաք, որ ձեր երեխան հիշի ձեր հետ հարաբերություններում, ինքը հիշի ձեզ աշխատավայրում, հիշի իր մանկությունը ձեր գրկում, ինչը ավելի շատ կցանկանաք, որ երեխան հիշի։ Եվ գրեք, փորձեք մենք զրույցը շարունակենք նաև մեկնաբանություններում, թե դուք ինչ ռիսկեր եք տեսնում այս 21-րդ դարի այս վազող մամաների ու պապաների վարքի մեջ, ինչ վտանգներ եք տեսնում, ինչ ահազանգող բաներ եք տեսնում, կիսվեք, ես սիրով կկարդամ ձեր հաղորդագրությունները եւ ինչու՞ չէ, դրանց վերլուծության հիման վրա եւս մի տեսահոլովակ կարող եմ նկարել ձեզ համար։ Ցտեսություն։